Երբ պետությունն անբարոյական է, այդ պետության եւ այդ պետության տարածքում բնակվող ժողովրդի վերջը չի կարող լավ լինել։ Այս Հայաստանի Հանրապետություն կոչված հայտարարությունը անբարոյական պետական միավոր է իր իսկ ծնված առաջին օրվանից։ Սեպտեմբերի 21-ն է համարվում է երկրի ծննդյան օրը, չարաբաստիկ օրը, բայց փաստն է, որ այդ օրվանից Հայաստանի իշխանությունները զբաղված են այս պետության ոչնչացմամբ եւ այսօր գործը արդեն հասել է գագաթնակետի։ Տեսեք, ինչ եմ հասկանում անբարոյական պետություն ասելով։ Տեսեք, այս Տեր-Պետրոսյան Լևոնը, որը իրան համարում է հաղթող, հաղթանակած եւ հələ էլ քիչ հիմնադիր նախագահ, ինքը ասում է, ինքը չի թաքցնում։ Տեսանյութեր կան։ Դեպետ մեզ համար նորություն չի ասում, օրինակ մի տեսանյութ կա, որտեղ ինքը ինչ-որ ջղայնացած է իր ենթականների վրա, այդ տեսանյութում կան նաև Ռոբերտ Քոչարյանը, Բաբայան Սյամոն եւ այլն։ Ինչ-որ մի հարցով խորհրդակցություն անում, այն մարդն ասում է, որ այո, խելքի այդ գլուխները հավաքեք, արա։ Դուք ապրում եք 3 ու 7 օրվա գոյատևման ռեժիմով։ 3 օրից վերջանում են ձեր փամփուշտները, կրակելու բան չեք ունենա, 7 օրից վերջանում է ձեր հասը, չեք ունենա ուտելու բան։ Այդ լոլոները թե իբր հայ ժողովուրդը իր մանվելով, իր սանվելով, սյամոյով հելավ գնաց Ղարաբաղ բերել, դա այդ լոլոները թող գնան կարդան իրանց գեղերը։ Չկա դες բան, չի կարող լինել։ Արցախը Հայաստանին նվիրել է Ռուսաստանի Դաշնությունը։ Էլ թող չխոսեն կալցո օպերաներ, կալցո այդ օպերացիաներ եւ այլն, չկա դες բան։ Հայերը ի վիճակի չէին 3 օրից շատ կռվել Ադրբեջանի դեմ, եթե չլիներ ռուսական զենքը, ռուսական այլ օգնությունը, մասնագիտական, սպայական եւ ընդհանրապես ռուսական տնտեսական օգնությունը։ Տեր-Պետրոսյանը չի թաքցնում, որ հա, վերցրին Ադրբեջանը, բերեցին մեզ տվեցին Արցախը։ Բագրատյանն ավելի հետաքրքիր բաներ է պատմում։ 1000 հոգի միստեղ Մարտակերտ փրկող է իրան բան արել։ Հերճակում Մարտակերտը մենք ենք փրկել, մենք չլինեինք Մարտակերտ չէր լինի։ Իրականում Բագրատյանն է ասում եւ այլ ականատեսները կան այդ պատմության, որ պահ է եղել, երբ Մարտակերտը արդեն փրկել է ռուսական բանակը։ Հայերի վիճակի չեն եղել, թե քիչ են եղել, թե արդեն ռուսական բանակն է բաց կռվի մեջ մտել ադրբեջանական զինված միավորումների հետ եւ պահել են հայերի համար Մարտակերտը։ Հիմա ռուսները երբեք չեն խոսում այս մասին, որովհետեւ դա ուղղակի չի կարելի անել, որովհետեւ դա նշանակում է դու ընդունում ես, որ Ադրբեջանին թշնամություն ես արել։ Թշնամություն է սարել, բայց քանի որ Ադրբեջանն էլ է իր նախկին հանրապետությունը, ռուսերին դա պետք չէ, հետո մի քիչ ազնիվ չէ երևի։ Ռուսերեն նաև չեն խոսում այս վերջի 20 թվականի պատերազմի օգնության մասին, բայց գոնե մենք գիտենք քանի բորտա եկե, ինչ ա եկե, որոնք Փաշինյան Նիկոլա Արցախ չի ուղարկել։ Չի խոսում։ Բայց հրապարակախոսական մակարդակով այդ բանը չի կարող չխոսել, որովհետև այդ ամեն ինչը շատ ցայտուն է եղել։ Եվգենի Սատանովսկի կա, ճանաչված էքսպերտ է Ռուսաստանում, լուրջ քաղաքագետ, ինչ-որ միջին Արևելքի ինստիտուտի տնօրեն։ Ինքը մի անգամ մի բան պատմեց, ինքը շատ տեղեկացված մարդ է, Կրեմլ ելումուտ ունեցող։ Ինքը ասեց, դե օրը կգա, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այն բաները կպատմի, որ հայ ժողովրդի մազերը կթափի, եթե մինչև մազ մնացած լինի, թուրքերը խուզած չլինեն։ Ասում է Պուտինը պատերազմի օրին խոսում է սրա հետ,
Խոսում այն, որ դե կոնֆիդենցիալ գաղտնի բան են խոսում, իսկ Պուտինի խոսակցությունները հնարավոր չի ձայնագրել։ Ամենապաշտպանված մարդն է ինքը, նրա կապը ամենապաշտպանվածն է աշխարհում։ Ամենայն դեպս չի կարող զիջել Միացյալ Նահանգների կապի որակին։ Խոսում է Պուտինը սրա հետ։ 10 րոպեից Ադրբեջանից զանգում է, բայց ցավը տանեմ այդ բանը չանեկել է հանկարծ։ Спрашивается, Պուտինի Փաշինյանի խոսակցությունը ո՞նց է հասել Ադրբեջան, որ Ադրբեջանում շուխուր են դրել, թե վայ սենց բան կարող ալնի, ռուսները սենց բան են ուզում անել, դեմն առնենք։ Դե պայմանավորված պատերազմ էր հայ-ադրբեջանական, Արցախը հանձնելու նպատակով, այդ պատերազմի կուրատորը ըստ ամենայնի եւ ամենայն հավանականությամբ ամերիկյան դեսպանն էր, դեսպանուհին։ Լինսի Թրաս, թե հակառակը, թե Թրանս Լիսի, Լինսի Թրանս կարծեմ, չէ, Թրեյսի Լինս կարծեմ, որը հետո բարձրացման գնաց Մոսկվա դեսպան լավ աշխատելու համար։ Կուրատորն ինքն էր միջոցը, ինքն էր կապը Ալիևի եւ Փաշինյանի միջև։ Ինքն էր փոխանցում ամենակարևոր բաները, ինքն էր կապն ապահովում եւ այլն եւ այլն։ Լավ լգանք Տեր-Պետրոսյանին։ Տեր-Պետրոսյանը գիտակցելով այդքան բանը, բացի այդ 93 թվականին ռուսները առնվազն 2, եթե ոչ 3 անգամ կանխել են թուրքական ներխուժումը։ Բուրբուլիսի, Շապեշնիկիվի եւ Գրաչովի մակարդակով։ Թուրքերը կոնտրտերորիստական օպերացիա են պատրաստում, չէ՞ Ղարաբաղում եւ Հայաստանում։ Զինք վերանար Հայաստանը։ Ռուսները չլինեին Ադրբեջանը իր այդ չեմո բանակով կգար կմորթեր բոլորին։ Դա պայես ռուսական զենքը, ռուսական սպայությունը, որի մեծամասնությունը ազգությամբ հայ էին, Դալիբալտայան գեներալ, Նորատեր Գրիգորյան գեներալ, թեկուզ կոմանդոսը, որը սովետական գնդապետ էր, չենք հեռու գնում, Ծեյրան Օհանյանն էլ էր սովետական սպա։ Եվ այդ սովետական կրթություններ, որ նրան տարբերում էր գեներալ Մավելից, գեներալ Սեյրանից, այն մյուս խմբապետերից։ Ինչև է գիտակցելով, որ սկուտերի վրա Արցախը հայությանը նվերատվել Ռուսաստանի Դաշնությունը, Տեր-Պետրոսյանը առանց որևէ խեղճի խայթի իր պաշտոնական պատմագրության մեջ, նաև դասագրքերում գրում է, որ ռուսները թուրքերի հետ կիսեցին հայկական հողերը, ռուսները վեճ տվեցին հայոց անկախ պետականությանը, այսինքն ինքն իր պատմագրությանը հաղորդեց հակառուսական տոնանություն, չնայած մի կասեն հակառուսական չի, հակասովետական եղել, բայց դա թող գնան իրանց գեղերը պապեն տես բան, էշերին պատմեն, մեզ տես բան չի կարելի ասել, որովհետև թե հակասովետականությունը, թե հակաստալինիզմը, թե հակալենին, դա հակառուսականությունն է, որ կա։ Չի կարող մեկը ասել, ես ռուսաֆիլ եմ, բայց հակաստալինիստ եմ։ Դա չի կարելի տես բան ասել։ Այդպես բան կարար Ժանվորտի Սաժենիցինն ասել, որը ռուս լիբերալ էր, նշանակում է ռուսացիած։ Դաստոևսկին այդ մասին 150 տարի առաջ գրել ապացուցել է, չէ։ Ռուս լիբերալը չի կարող լինել ոչ ռուսացիած։ Լավ, մի գանք Ուկրաինային։ Տեսեք, դրանք Ստալինից խերվեցին առնվազն 240 կիլոմետր տարածք, այդ 7 մարզը։ Արևմտյան դա Տավարի Ստալինի նվերներ, որը նա նվիրաբերեց 39 թվին հիմնականում, հետո 44-45-ին է ահագին բան փոխեց։ Օրինակ Ստալինը Սլովակիային պատժեց, Սլովակիան էլի միավորեցին Չեխիայից, դարձավ միացյալ Չեխոսլովակիա, չէ՞։ Բայց ամեն դեպքում Սլովակիային պատժեց, Հիտլերի կողմից պատերազմի մասնակցելու համար էլի մի փոքր տարած սիմվոլիկ վերցրեց։ Այդ Ուկրաինայի ամենաարևմտյան կետը, այդ Չոպկայանը, որը ստրատեգիական նշանակություն ունի, դա Սլովակիա է։ Հունգարացիներին պատժեց այդ Անդրկարպատները վերցնելով։ Էլի Հիտլերի կողմից սովետական միության դեմ պատերազմ գալու համար։ Այդ Ուժգորոդը, այդ դրախտեղերը, լավ կորորտներ կան դեռ
Դա երբեք ռուսական չի եղել։ Պատժեց, Ռումինիային պատժեց նույն բանի համար եւ այդ ամեն ինչը դարձավ Ուկրաինա։ Հիմա Ստալինը Ուկրաինայում դա թիվ 1 թշնամին է։ Թիվ 1 եսի ինչն է։ Նույն մեծ բարմալ է, էլի։ Եթե բանդերականներին հարցնես, թե լավ, ինչի համար, արա, եթե այդ Ստալինը այդ 200,000 քառակուսի կիլոմետր է 7 մարզը ձեզ չտար, իրականում երևի 200,000-ից էլ է շատ, Ուկրաինայի 1/3-ից շատ են այդ 7 մարզը։ Արա, ո՞նց էիք դուք Լվովին տիրանալու։ Բայց բանդերականները են Արմեն Գասպարյան ունենք Մոսկվայում, փայլուն ռուս հրապարակախոս պատմագետ, ասում է խախով պանյացիա безнравственная։ Դա բարոյական սուբստանցիա դա, ես չգիտեմ դա ինչ է։ Մի դրան ոնց այդքան բանը բացատրես։ Ընդ որում, ես մի բաներ եմ ասում, որ Հայաստանում հաշված մարդիկ գիտեն։ Մեկը ասենք Նաթան Սրբազանը։ Լվովը ավելի շատ հայկական քաղաք է եղել 39 թվականի դրությամբ, քան ուկրաինական։ Լվովի բնակչության մեծամասնությունը լեհեր են եղել, երկրորդ տեղում եղել են հրեաները, երրորդը հայերը, չորրորդը այսօրվա ուկրաինացիք։ Նու տարբեր տվյալներ կան, նու հայերն ու ուկրաինացիք ավելի մոտ են եղել իրար գլխաքանակով, գուցե եւ ես սխալում եմ, բայց երրորդ կամ չորրորդը հայերն են եղել։ Ավելին հայերը, որ Լվովում կային, ուկրաինացի բառը գոյություն չուներ։ Դա ինչ Ավստրիայի կողմից վավերացված տոպոնիմ էր, այդ լեհական Ուկրաինա բառի, ինչ որ 10-րդ դարի վերջից Գալիսիան Ավստրիայի կազմում էր, չէ, Գալիսիան Վոլինիայի մասը։ Դա սկսեցին դրանց ուկրաինացի ասել։ Մեր ամենահին արևմտյան աթոռը հայ առաքելական եկեղեցու Լվովում է եղել 1350 թվականից։ Մենք աթոռ ունենք։ Եվ Նաթան Սրբազանը 10 տարի աշխատել է առաջնորդ, թեմի առաջնորդ։ Ամենահին հայկական աթոռը Եվրոպայում եղել է Լվովում, ուկրաինացի կար այդ ժամանակներ։ Լվովում այսօր միջնադարյան թաղամասերում սրճարան կա, կաֆե, անունը Սրճարան։ Այստեղ գրում են, տիրոջը հարցնում ես, այդ տղա, սրճարան գիտես գոնե ինչ է նշանակում, ասում է, չէ, պրոստո պապականից տենց այդ անունն եկել է։ Սրճարանը, այդ կաֆեի հետ սրճարանի անունը Սրճարանը, մինչև հիմա։ 1000-ում պետությունն է փոխել, բանա փոխել, ռեժիմ, սեփականատեր, բայց մնացել է անունը Սրճարան։ Հիմա այդ բարոյական ժողովուրդը, որոնք Գասպարյանը ճիշտ է ասում, խախով պանյացիա безнравственная, լավ ոնց կարող են դրանք լավ ապագա ունենան, կամ ընդհանրապես ապագա ունենան։ Իհարկե Պուտինը դրանց կվերացնի։ Ինքը պատերազմը չի սկսել, որ ինչ-որ մի քանի ռուսական մարզ վերցնի, հետո նստի սպասի, թե այն արևմտյան մարզերը երբ ամերիկացիք զենքով լցեն, որ գան մի հատ նոմբեր խաղան մեր գլխին։ Էլի բեսպիլոտիկներ ուղարկեն։ Չի այնչին է պետք։ Եկը վերացնի այդ գլխացավից կազատվի։ Բանդերական մարզերն է, այդ արևմտյան 7 մարզերը կվերադարձի նախկին տերերին, Ռումինիա, Հունգարիա, մի քիչ Սլովակիա, հիմնականում Լեհաստան։ Կպրսի գլխացավից։ Այնինչ ամեն ինչը կարող էր այլ կերպ ընթանալ, չէ՞։ Նույն խայտառակ վիճակը մենք տեսնում ենք Ղազախստանում։ Ստալինը նրանց համար մի մարսակի էր, Ղազախներին տանջող, ճնշող, այն դեպքում, երբ այդ ազգին, այդ ցեղին Ղազախ անունը տվել է Ստալինը 26 թվականին։ Դա ընդամենը 100 տարվա էթնոնիմ է։ Պլյուս դրան, երբ Թուրքեստանը 5 մասի բաժանեց, ինչը ես համարում եմ նրա կատաստրոֆիկ սխալներից։ 5 մասի բաժանեց Ուզբեկստան, Թուրքմենստան, Կիրգիզիա, Տաջիկստան ու Ղազախստան։ Դա եւս միլիոն կիլոմետր հյուսիսից տվեց սրանց Ղազախներին։ Դա էլ քիչ է, հետո բռնեց դրանք Ռուսաստանի կազմում ավտոնոմիաներ էին, հետո դրանց բռնեց ընդհանրապես Ռուսաստանի կազմից է հանեց։ Այսօր Ստալինը դրանց համար ինքնություն ճնշող է, իրանց վերացնողն է, իրանց ազգային եսիմը ինչը
խախտողնա, դա խոսում է այն ազգը, և այնպես բաներ են գրում, օրինակ, դրանց պատմագրության մեջ գրում են, թե իրանք ինչ-որ մի հատ թագուհի են ունեցել, ինչ-որ մի հատ կնիկ, որը հաղթել է Կյուրոս մեծին, պարսկական Աքեմենյանների կայսրության ամենահզոր դեմքին, որը անպարտ է մահացել և զոհվել է ռազմի դաշտում։ Կյուրոսին հաղթել են ղազախները։ Վաղը, որ Ուկրաինայից հետո Պուտինն անցավ սրանց ղազախներին, հետո Ադրբեջանին կամ հակառակը, դա կլինի երկնային պատիժ դրանց համար, որովհետև շանորդի լինելն է իր չափ ու նամուսն ունենա, չափ ու սահման ունենա, տո օրոներ ձեզ անուն տվել են, ազգանուն տվել են, եթե չունեիք, տո ալֆավիտ տվել են ձեզ, դու գիրո գրականություն չունեիք, հսկայական ինդուստրիա տվել են, ակադեմիական ինստիտուտներ, կրթօջախներ, դուք ուր օպերան, որ Ալմատայում օպերան իր գործ ունի լավ, ֆիլհարմոնի նվագախումբն իր գործ ունի, ու թարսի պես բավական հաջող են դրանք այսօր, դրանց որակը լավ է, էլի շնորհիվ հայերի, մեր Վահագն Պապյանը 10 տարուց ավելին դեղդաստիարակից աշխատեց դրանց հետ, Ղազախստանի օպերայում, ֆիլհարմոնիայում, վերջապես պետությունը ձեզ տվեցին, բայց դուք ոնց եք շնորհակալ լինում լավ։ Հեն մարդիկ ձեզ ինչ էին ասում, ասում մենակ բես թշնամի մի եղեք։ Գնացեք ձեր համար ապրեք։ Եվ կօգնենք, եւ կպաշտպանենք։ Բայց մեզ թշնամի մի եղեք։ Սրանք ասում են, չէ, մենք քեզ թշնամի լինենք։ Մենք մեր երկրի դարձնենք մի վեցի բոստան։ Որ մի վեցը մեր մոտ Տաջիկստանում բան terroristներ, դիվերսանտներ պատրաստի գան, ռուս գեներալ սպանեն Կիրիլովին, ուզբեկները կամ տաջիկները գան, այդ կրոկոսիտին պայտեսեն 178 Մոսկվայի բնակիչ վերացնեն, թե ավելի շատ։ Իհարկե շատ վատ է լինելու։ Շուանվորդին ինչ է, շուանպես կարճ կյանք ունի, չէ, երկար չի ապրում։ Հիմա գանք նոր Հայաստանին ասենք։ Այս Փաշինյան Նիկոլը ուղղակի միավեկտոր գործիչ է արդեն եւ Հայաստանն է միավեկտոր դարձրել։ Առաջ թե բազմավեկտոր էին եւ էին անում, ինչը մեծ այսօրին հասցրեց։ Մի չէ, սա արդեն բացահայտ թեքվել է։ Օրինակ տեսեք ինքը ինչ է ասում։ Ասում է Ռուսաստանն ուզում է, որ մեր հարաբերությունները էքսկլյուզիվ լինեն, միայն իր հետ, բան, սուտ է ասում։ Ռուսաստանը այդպես բան երբեք չի ուզել, չի ցանկացել, չի պայքարել դրա համար։ Ռուսաստանը ոչ բաց էի բաց, էլի ասում է, որ ուզում ես գնա, բայց մի բան է ասում, արա մի թշնամացի ինձ։ Եթե դու Եվրամիություն ես գնում, դու իմացի, որ վաղը իմ հետ պատերազմ ես անելու։ Էդ է ուզածդ։ Հա, ասում է, մենք ուզում ենք բոլորի, ոչ թե Ռուսաստանին է լինել, մենք ուզում ենք բոլորին լինել, եւ Լեհաստանինը, եւ Չինաստանինը, եւ Ֆրանսիայինը, եւ Ամերիկայինը, Ամերիկան էլ ամերեսը։ Լավ, էդ էլ ասենք, անբարոյական տեսակետ է, բայց ընդունենք գոյություն ունենալու իրավունք ունի։ Դե այդ դեպքում համբալ։ Ուրիշ բան արա։ Քո ձուկը, որը դու չես ուտում, որտեվ դե դու այն գուրմանն ես, որ արիստոկրատ տամոքս ունես։ Ուղղակի քո Լեհաստան, քո Ամերիկա, քո Ծիրանը, նրանցից ձրի գազ բեր, կամ հավաքվի ասաղբեր ջան, ես ձերն եմ, սաղին եմ, մարդա 2-300 միլիոն տարեկան սկիտ կա եղեք, դոտացիա հարեք իմ, մի 3-4-5 միլիարդ հավաքեք տարեկան, դոտացիա հարեք իմ Ռուսաստանի հետ խզվելը, էդ է չի անում։ Այսինքն Ռուսաստանի այդ էքսկլյուզիվությունը ինքը պահպանում է իր ձրիակերության համար, Ռուսաստանը Հայաստանի էքսկլյուզիվ սպոնսորն է այսօր, չէ, որովհետև ես ասում եմ, շատ բան չէ, միայն գազը Հայաստանում դառնա եվրոպական գին, Հայաստանը կանք կառնի։ Այդ չեք ունենա ոչ Yandex տաքսի, որովհետև այդ գինը չեք վճարի։ Այսօր ենք հազիվ վճարում 5-600 դրամ ինչ-որ ստարտային գին, 2000 կամ 1000 կամ 3000 անհնար կլինի վճարել։
կանգնի երկիրը։ Արդյունաբերությունից ինչ է մնացել, դա է կկանգնի։ Ձեր էքսպորտն է հիմնականում գնում այնտեղ, ձեր հիմնական աշխատուժը որն է այս մշակման, սննդի մշակման ձեռնարկություններն են, մեկը գյուղատնտեսություն է, չէ՞։ 100 հազարավոր մարդիկ են ներգրաված այդ ոլորտներում։ Դրանց արտադրանքի սպառումն է էլի 90 թե 80 քանի տոկոսով էլի Ռուսաստանն է։ Արդեն փակել են, արդեն քամակներ այդ վառում է։ Դա ասենք դու համի, եթե դու ասում ես ես բոլորինն եմ, բոլորը իմն են։ Բայց իմ ջարմեն պետք է մենակ Ռուսաստանը քաշի։ Ինձ պետք է ֆինանսավորի մենակ Ռուսաստանը, նո դա արդեն անբարոյականություն է, չէ՞։ Դա կարող է ասել անբարոյական ազգի, անբարոյական պետության, անբարոյականագույն ղեկավարը։ Ուրեմն ես բոլորինն եմ։ Ինքն է ասում, Հայաստանը բոլորին։ Բայց ախպեր ջան, հանկարծ նրանք կոպեկին վրա չծախսեն։ Իմ լրիվ ամեն ինչը, իմ բոլոր ճեղքերը պետք է փակի Ռուսաստանը։ Ռուսաստանն էլ հրաժարվում է։ Լավ, դա էլ դնենք մի կողմ։ Քանի որ Հայաստանի իշխանությունը տգետ է, այն այդ թափտպուկ տգետներ կան, չէ՞ որ գոնե թափտպուկ չեն։ Դրանց հետ կարելի անգամ սեղան նստել, մի երկու բան բացատրել, կարող է հասկանան։ Թափտպուկ տգետներ են։ Սրանք առ այս պահը չեն հասկացել, որ իրանք այս տարածքի վրա հայ ժողովուրդը որևէ իրավունք չունի։ Ու խոսքը կադաստրային վկայականի մասին է, չունի։ Հայաստան ընդհանրապես գոյություն չի ունեցել։ Գոյություն է ունեցել ինչ-որ Ղարաբաղի խանություն, Բաքվի խանություն, Երևանի խանություն, կարծեմ Նախիջևանի խանություն։ Ռուսաստանն եկե դրանք զավթել է ինչ-ինչ պատճառներով, ագրեսոր ա եղել թե պասիֆիստ, զավթել է Պարսկաստանից։ Զավթելուց հետո տեսել են, որ ստեղ հայ չկա ապրող։ Այսօր մեր արևմտյան Հայաստանը։ Այսինքն այն պարսկական մասում շատ քիչ են հայերը։ Նիկոլայ առաջինն է դուկած է ստորագրում։ Հայերի անունը չի տալիս, գրում է Զասիլիս Южные рубежи империи христианами։ Վրացին էլ է քրիստոնյա, չէ՞։ Եվ Ալեքսանդր Գրիբայդովը կարար իր վրացու փեսայեր, իր աներանց գեղից քրիստոնյա բերես տեղ լսել։ Չէ, բայց այն մարդը ազնիվ ռուս արիստոկրատ մարդ էր տաղանդավոր։ Համարեց, որ ճիշտն ու արդարը կլինի այն, երբ եթե հայերը վերադառնան Պարսկաստանից 1604 թվականի քշված հայերը իրենց հայրենիքում ապրեն։ Որն էր հայ ժողովրդի շնորհակալությունը ուժեղ հայրենասեր ազգային գործիչ Հարությունյան Շանթի վաստակի պղծում է Գրիբայդովի արձանի։ Եվ թող չասեն, թե դա մի Շանթի տղեն մի լակոտություն արել, չէ, դա հայ ժողովուրդն է արել։ Դա sense մի բան պատկերացրեք։ Դուք նստացեք ձեր կնոջ հետ կամ ընկերոջ հետ սրճարանում, Երևանում։ Ձեր կողքի սեղանին նստած է մի հատ զույգ, երկու տղամարդ։ Դուք ճաշում եք, թե սուրճ եք խմում, թե կոնյակ, թե ինչ էականը դա չի։ Ու մեկ է տեսնում եք, որ այդ երկու տղամարդը հանվում են ու սկսում են դոմփվել։ Ձեր աչքի առաջ, կարող է դուք երեխեքի հետ եք։ Դուք դա շատ թեթև եք տանում, ու անտարբեր եք մնում, դե Հեմի սեքս է, էլի, ջանդամ թե հոմոսեքսուալ չի։ Եթե դուք լռում եք դրա վրա, ուշադրություն չեք դարձնում, համակերպում եք դրա հետ։ Ես կարող եմ ասել, որ դուք էլ եք անբարոյական, դուք էլ եք սրպապիս, որ հանդուրժում եք նման բան։ Իհարկե կարող եմ ասել, բոլորդ կհամաձայնեք։ Հիմա եթե Շանթի վաստակը անում ամենաստոր բանը, եւ բոլորդ լռում եք ես հին բազմատաղանդ ու ես իմիջ գելու գազան ժողովրդի սաստավի մեջ, բոլորը, բացի ինձնից։ Ես կարող եմ ասել, դուք եք պղծել Գրիբայդովին, ոչ թե Շանթի վաստակը։ Դուք եք պղծել, ձեր աչքի առաջ է արել, բացի ինձնից, դա ամեկ է Շարմազանովեդոն է խոսել։ Բայց ոչ կուսակցության անունից։ 2-3 միլիոն հայք, 2 հոգի է դրա մեջ աննորմալ բան տեսնում։ 2 հոգի է տեսնում սրպապղծություն։ Ամենայնպես 2-ն են արտահայտվում։
Մնացածը ուրեմն եկեք համաձայնվենք, որ Գրիբայդովին պղծել եք դուք, իսկ եթե դուք Գրիբայդովին եք պղծել, որը վրացի չբերեց ձեր հողի վրա, ձեզ բերեց, կարար կազակ բերեր, էտե չարեց, եւ հայերի համար սպանվեց, հայերին պաշտպանելով ինքը սպանվեց, ինքը իր դեսպանատանը հայ էր պահում, շահից փախած հայերին։ Շահի գլխավոր ևնուխը Հազվադեպ Երևանցի էր, որը շահի գանձերը գողացավ, աշխարհի ամենահզոր ադամանները, վազեց եկավ, թե պարոն դեսպան, իմացել եմ հայերին Երևան է ստանում, ինձ է տալ Երևան։ Շահի ֆինանսների նախարարն էր, գլխավոր ևնուխն էր, գանձապետն էր։ Էդ էլ անգլիական սարքած պրովոկացիա էր։ Մարդը սպանվեց հայերին պաշտպանելով, հայերին փրկելով։ Դե ձեր շնորհ երախտապարտությունների տարօրեն կներեք էլի։ Ես ասեմ, որ հայ ժողովուրդը լավոր տեսնելու իրավունք չունի։ Եվ քանի որ մենք չենք որոշողը, ոչ մեր ապագան, մենք որոշողն ենք մենակ մեր առաջների։ Հեգելն է ասում, չէ՞, աշխարհի ամենաանճարեղ մարդկանցից մեկը, որ մարդիկ եւ իրադարձությունները նախախանամության գործիքներն են։ События и люди – орудия провидения։ Մի հատ էլ ասեմ այլն։ Մարդիկ եւ իրադարձությունները նախախնամության գործիքներն են։ Մենք չենք դա որոշում։ Բայց տենց զորազգիք, բայց մի չի եք զարմանում, որ արդեն Արցախ չունեք։ Սյունիքն ավտանգված, եթե Սյունիքը փրկվի, հայ ժողովուրդը Սյունիքի փրկության մեջ որևէ լոմա չի ունենա, որովհետև Սյունիքը կփրկեն կամ պարսիկները, կամ ռուսները, այնը իրենց խաթր կփրկեն, ոչ թե այս հին հայ տաղանդավոր հայ ժողովրդի խաթր։ Սյունիքը կփրկվի Սևանների հետ, կամ շնորհիվ Իրանի, կամ Ռուսաստանի, կամ շնորհիվ այդ երկուսի։ Կախված է նրանից, թե այդ պորնոասխերի մարդը Դոնալդ Ֆրեդովիչը որքան կլիկտիանա իր համբալների հետ այս տարածքում։ Դե իր համբալներն է գիտենք ով, Էրդողան Էֆենդի, Ալիև Էֆենդի, մեկ է ժողովրդապետ Փաշինյանն, որոնք իրանց արևին Ռուսաստանի ու Իրանի քթի տակ հակառուսական, հակաիրանական եւ հակաչինական թուրան են կառուցում։ Որ Փաշինյան Նիկոլը փարա աշխատի, ձերի գազ ունենա։ Սրանք մտածելու բաներ են, ախր ապշելը գիտեք որ նա, ես Ղարաբաղցիների հետ մոտ եմ կնոջս պատճառով, երկար ժամանակ 23 թվականից հետո իմ տունը մեծ Ղարաբաղցի ընտանիք ապրեց, նորմալ մարդիկ էին, քերին կնոջ հետ, հարսը տղեն, թորը, մյուս չամուսնացած աղբերը, 6 հոգի։ Եվ նրանք, կարծում են, որ ռուսները տվեցին Արցախը։ 23 թվականի սեպտեմբերի վերջին փախանեկան։ Որքան հզոր է Փաշինյան Նիկոլի պրոպագանդան։ Ռուսները չպաշտպանեցին, ռուսները տվեցին, ինչ ասեմ ես։ Եթե այդ խելքին եք, ձեզ Արցախ չի ասնում։ Արցախի նախագահի թեկնածու կար, ընկեր տղա։ Ինձ մի անգամ ասում է, ռուսները այս պատերազմը սարքեցին 20 թվականից հետո, 20 թվականի պատերազմը։ Ես ասի ոնց, բացատրես ոնց, ասում եմ, այդ խաղապահները որ եկան, ընդեղից մի հատ գնդապետ, թե ինչ-որ սպա, ինձ ասեց, որ ախպեր, մենք ինչ-որ գործուման էինք եսին որտեղ, մեզ ասին շտապ պետք է վերադառնանք Ռուսաստան, որտեղ Հայաստան գործ կա մեզ անելու։ Այդ մի սպայի խոսքով ինքը լրջագույն աշխարհակահաղական անալիզ է կատարում, իր տանձին ինքը մաքինդեր կարա հասկանա ինչ բան է անգլոսաքսը, ինչ բան են անգլոսաքսոնական գործակալական ցանցերը, ինչ է անգլոսաքսերի ուզածի այս աշխարհից եւ հատկապես հայերից։ Իր տանձին է դա, ինքը լսում է
ինքը ամեն ինչ գիտի, դե հայերի մեջ սնոբիզմը բան է, չէ՞։ Ազգային հատկանիշ է դարձել։ Ամեն ինչ ինքը գիտի, դե մի հատ ինչ-որ անասուն կամ կարող է ոչ անասուն մի բան ասում, ինքը այդ հիման վրա, ինքը եկել է այդ եզրակացությունը։ Ինչ ասեմ ախպեր ջան, քեզ է Ղարաբաղը չի ասում։ Դե մի գնա ռուսների հետ կռի վարա, Փաշինյան Նիկոլը ձեզ քշում է հակառուսական դաշինք։ Մի քանի տարուց Եվրամիության կազմում ռուսների հետ կկրվեք, ձեր վերեշխնդությունը կտեսնեք, ձեր ռևանշը, ձեր վենդետան կանեք։ Ինչ ասեմ, դուք տեսեք, Տեր Պետրոսյանը, որ գրագետ մարդ էր, արևելագետ էր, պատմությունից հասկանում էր, ինքը ինչքան լավ բան կարող էր անել Հայաստանի համար։ Օրինակ, ինչի Հայաստանի դասագրքերում չգրվեն Սան Ստեֆանոյի մասին, կամ տեքստերը գոները, Բերլինի տրակտատը, որը Սան Ստեֆանոն փոխարինեց, դրանց համեմատական անալիզը։ Սան Ստեֆանոյում կատարվեց այն, ինչը 100 քանի տարի հետո տեղի ունեցավ 23 թվականի սեպտեմբերի 19-ին։ Անգլիացիք եկան, ասին ռուսների զորքերը պետք է քշել Թուրքիայի տարածից, հայկական ավտոնոմիա բան մեծ պետք չի, մենակ ռուսները ստեղ գնան։ Դրանով անխուսափելի դարձին հայոց ցեղասպանությունը եւ արևմտյան Հայաստանի հայաթափումը։ 20 թվականի պատերազմից հետո, դա Խառատյան Արսենը վկա Փաշինյանը։ Ամերիկացիները ասին, դե ախպեր ռուսական զորքերը քշել է պետք Ղարաբաղից։ Ինչ է պետք անել։ Սա արդեն մի քիչ փոխվեց։ Սկզբից հայերը գնացին, հետո նոր ռուսական զորքերը։ Ղարաբաղն է պետք հայաթափել։ Սրանց հանձարվեց, սրանցին կատարել, գնացին քաշեկան Եվրոպաները, ասեցին բանակցել Եվրոպաներում, թե այդ ինչ էին իրանք բանակցում Ալիևն ու Փաշինյանը Եվրոպայում, որ չէին կարող Մոսկվայում բանակցել։ Քննարկել Պուտինի հետ։ Դա արդեն գոնե արդեն գիտենք ինչ էին քննարկում։ Քննարկում են Արցախի հանձնման հարցը վերջնական։ Եկավ Պրագան ամսի 6 հոկտեմբերի 22 թվականի, հետո բլոկադան, որ հայերին հանկարծ ռուսները տարերային ձևով ռուսական ազնագրեր չբաժանեին, իսկ Ղարաբաղի ղեկավարությունը հրաժարվեց դա անել, դա ռուսական առաջարկ էր, այս մասին է կգրվի, շատ բան կգրվի, կխոսվի բացահայտ։ Թե լավ եկեք բոլորի դարձնենք Ռուսաստանի քաղաքացի, Փաշինյան Նիկոլը Հարությունյան Ռայկին մերժում է, արգելում է։ Սա էլ լինելով եւ Եվնուխ եւ ոչխար, չի հասկանում, որ դրանով ինքն իրան է սպանում։ Եվ մի թող գնա Սատկի բանում։ Անասուն Եվնուխը Բաքվի բանդում։ Պատերազմի օրերին, հոկտեմբերի վերջերը արդեն, ինքը անձական հաշվեհարդարներ էր տեսնում։ Հադրուտը տված, երկրի հերնանիցած, ինքը ասում էր ախպերել արի ես իմ լիբիդոն բավարարեմ էլի։ Նայմել ուն վրա մուրում եմ, արի դրանց անեմ, գողնամ, բերեմ ստեղ, սպանեմ, սատկսնեմ։ Այդ անասունն էր ինքը։ Այդպես, քանի որ ինքը Եվնուխը, Բաքո Սահակյանը Եվնուխից դարձավ Փաշինյան Նիկոլի Եվնուխ։ Իհարկե պետք է նրան ծառայի։ Ինչևէ, ասիկան, եթե ժամանակին Սան Ստեֆանոյի եւ Բերլինի տրակտատին ճիշտ գնահատական տրվեր, հայ սերունդերին ճիշտ դասիրակ էին, մենք չէինք ունենա դրա կրկնությունը 2023-ին։ Այն ժամանակ անգլիացիք ռուսներին հանեցին Անատոլիայից, որպեսզի չկայանա, որպեսզի Թուրքիան հանկարծ չմասնատվի, ռուսները շուտով հեռանան եւ հայկական ավտոնոմիաները չստեղծվեն, հայկական ժանդարմերիայով, հայկական գուբերնատորներով։ 100 տարի հետո Ղարաբաղից
սկզբից ռուսներին հանեցին, նույն խնդիրը կա ռուսներին հանել ընդեղից։ Իսկ ռուսերին չէին կարող անել, պետք էր հայերին հանել։ Հայերին հանեցին, ռուսերին անելու բան չունային, թողեցին եկան։ Ուղղակի մի հատ էշե են անասուննա չի Ալիև Էֆենդին։ Էնե գիտի կադաստրի թուղթի իր գրպաննա, նրա էթնոնիմն էլ 100-ից մի քանի տարի 100-ից մի քանի տարի ավելի տարեկան է։ Կովկասյան թաթար էին էլի դրանց եղած։ Դրանք են չմոր ժողովուրդն են եղել, որ Ադրբեջանի Իրանի կազմում դրանք էթնոնիմ չեն ունեցել։ Դե Ռուսաստանում էլ չունեին էթնոնիմ։ Ռուսաստանում դրանց կովկասյան թաթար էին ասում, դե բոլոր թուրքերին թաթար էին ասում, չէ՞ Ղրիմի թաթար, կովկասյան թաթար, այնտեղ նույն իսկական թաթար, այդ Կազանի թաթարներ։ Էթնոնիմ անգամ չեն ունեցել։ Եվ այսօր համարում են, որ լեզու բան ունեն, հայրենիք ունեն, Ստալինի զոն են, Ստալինի ուժեղ զոն են իրանք, ռուսները միշտ իրանց հսկայական տերությունը միշտ տանջել են, բան են արել, ադրբեջանցիների արյան մեջ են լողացել, կայֆեր արել։ Ոչինչ քիչ մնաց, բանդերականները վերջանում են։ Պուտինը գոնե մի բանում գերազանցեց Ստալինին, գոնե այդ մի բանում հավասարավ ու գլխեց անցավ բանդերականների դիակների քանակով։ Ստալինը 45-ից 53 թիվը վերացրեց 150,000 բանդերական ուկրաինական անտառներում, 139,000-ին դատապարտեց, շատերը մահապատժով, 220,000-ին ռադարեց, արտաքսեց Սիբիր։ Մեդվեդչուկը, Պուտինի սանիկը, նախկին Ուկրաինա Կուչմայի աշխատակազմի ղեկավար, Ռադայի նախագահ, հայտնի դեմքեր, մի փախածա Պուտինի մոտ։ Ինքը բանդերականի վասակ ա եղել, ծնվել էր Սիբիրի կողմերը։ Ինչ արեց, էշ գեղասի անասուն թշնամի Խրուշչովը 55-ին դրանց բոլորին ներեց ու վերադարձրեց։ Եվ այսօր պլյուս Սպյորկի ժամանած բանդերականներ, այսօր Ռուսաստանը 80 տարվա մեջ երկրորդ անգամ նացիզմ ա կոտորում։ Հայերին է ասում են, թե դաշնակից, որոնք բացառապես շնչում են, ուտում են, կներեք քակում են ռուսների հաշվին։ Հայ ժողովարդչապետն ասում է, մենք այս պատերազմում ռուսների դաշնակիցը չենք։ Ուկրաինական նացիզմը ոչ ոք չի ուզում տեսնել, բացի նորմալ մարդկանցից։ Ասում են Ուկրաինան դեմոկրատական է, ագրեսորապուսականն է։ Ոչինչ քիչ մնաց։ Բանդերականները ֆիզիկապես ոչինչ անում են։ Պուտինն արդեն 2 միլիոն բանդերական է սպանել։ Եվս մի քանի միլիոն վերջնական ինվալիդ է սարքի, 100,000-ներում դեղ անդամատված բանդերական կա։ Վերջանում այդ ցեղատեսակը։ Նիկոլայ Պատրուշովն էլ է բազմիցս ասել. В этот раз не оставим ни одного бандеровца, անցյալի սխալը չենք կրկնի։ Դրա համար այս դանդաղ պատերազմը նրան շատ ձեռնտու էր։ Հələ պատկերացրեք, այս պատերազմը մի ամսում վերջանար։ Կապիտուլյացիա ստորագրել, ընդունենք տենց մի բան։ Դա լավ կլներ Ռուսաստանին, թե վատ։ Իհարկե դա փորձանք ողբերգություն կլներ Ռուսաստանի համար։ Այս 2 միլիոն դիակի ինչ պետք է անեին։ Պետք է անտառներում փրկություն տեսնեին կամ քաղաքացիական կյանք վերադառնային ամենաստոր տերորիստական նպատակներով։ Եվ ռուսները տասնյակ տարիներ դրանց պետք է բան անեին։ Այդ փորձանքի դեմ պետք է պայքարեին։ Միշկան լավ է այդ 2 միլիոնը չկա։ Շուտով ոչ ոք չի մնա այնտեղից։ Պատուշովին վստահեք, իսկական գեներալ է KGB-ի, պատական բաներ չի խոսում։ Դեպուտատ է չի էլի, որ ինչ-որ պոետիկ բաներ արտասանի խոսքեր։ Ինչևէ, ես որպես հայ իհարկե ցավում եմ, որ ես 91 թվականից ապրում եմ անբարոյական պետության մեջ։ Որ այս պետության բոլոր իշխանությունները բացառությամբ իհարկե Սարգսյանի, Քոչարյանի այդ 20 տարին չես համեմատի Տեր-Պետրոսյանի կամ Սրանցարասի հետ, չես համեմատի, բայց թե չի կարելի մոռանալ, որ նրանք էլ պարտիր դաշնակից չեն եղել Ռուսաստանին եւ նրանք էլ օրինակ նրանցից կարելի հետեւյալը լսել, թե մենք հո պարտավոր չենք
ռուսերի թշնամիների հետ թշնամի լինենք։ Չէ, թշնամի մի է, բայց բոնե հարազատ մի եղի, բարեկամ մի եղի։ Քեզ ով է ասում Ֆրանսիային պատերազմ հայտարարեց, Ֆրանսիայի դեմ սանկցիաներ կիրառեց կամ Ամերիկա։ Չէ, գոնե բարեկամ մի եղի։ Նորմալ յոլա գնա էլի։ Դու մի Ճապոնիային է բարեկամ չես։ Յոլա է գնում էլ իրար հետ։ Ինչի՞ ես երկիր է դարձնում գրանտակերների բուծման ֆաբրիկա 29743 քառակուսի կիլոմետրի վրա։ Դե տեսար գրանտակերները բուծվան, շատացան։ Հերը տանեցին։ Դե մի գնացեք էքսկլյուզիվությունից հրաժարվեք։ Բայց քանի որ բարոյականությունից դուր կայի ծնե Փաշինյան Նիկոլը, ինքը էքսկլյուզիվության մի կողմ է նայում։ Կոպիտ ասած ինքը ինչ է ասում, մի հատ կրկնեմ ով է եզրափակեմ, մենք մենակ ռուսների սեփականությունը չենք, մենք սաղի սեփականությունն ենք, բոլորն է մեր սեփականությունն են։ Դե ոչխարներ, դե մի գնացեք, բոլորին ասեք, թողան ձեզ է ջարմից փրկեն։ Թող սկիզբն են, մարտա 2-300 միլիոն դոլար տարեկան։ Կոմպենսացնեն ձեզ։ Դե բան չեն անի, չէ՞։ Բան։ Ինչևէ, լավ ապագա չի սպասում մեզ, ոչ մի լավ հեռանկար չկա։ Օրից-օր մեր վիճակը կվատանա, վերջը կհասնի այն իրավիճակի, որ Հայաստանում այլևս ապրել հնարավոր չի լինի։ Հայաստանը կհայաթափվի եւ ինչ ասեմ, իրականանա բրիտանա-թուրքական 100 տարվա մուրազը։ Առայժմ այսքանը, բաժանորդագրվեք իմ ալիքներին YouTube-ում, Telegram-ում, նաև Facebook-յան պրոֆիլում ու էջում։ Կհանդիպենք շատ շուտով։